Դեղատների ցանցերն ահազանգում են, շարունակում են տուգանվել առանց էլեկտրոնային դեղատոմսերի դեղեր վաճառելու համար, մինչդեռ սահմանված կարգին հենց բժիշկները չեն հետևում եւ իրենք պարզապես այլ տարբերակ չունեն։ Չնայած ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներին ու քննարկումներին ընկերությունները պնդում են, սայլը տեղից չի շարժվում։ Բոլոր բժիշկների հետ դեղատներից մեր մենեջերները կապվել են, դեղատների աշխատողները կապվել են, որ բացատրեմ, որ այդ դեղատոմսերը դուրս գրվեն, դեղատոմսերը դուրս չեն գրվում, իրանք էլ են տեղյակ։ Ըստ գործող կարգի արդեն 1 տարի է հարյուրավոր դեղամիջոցներ, հակաբիոտիկներից մինչև հակասնկայիններ պետք է վաճառվեն միայն բժշկի դուրս գրած էլեկտրոնային դեղատոմսով։ Անցած ժամանակը սակայն ցույց տվեց, սա հիմնականում չի գործում։ Դեղատները պնդում են, պետությունը բժիշկներին պարտադրելու փոխարեն իրենց է տուգանում։ Վագաֆարմ դեղատնային ցանցի սեփականատեր Վահե Վարսանյանն իրավիճակն այլաբանորեն է ներկայացնում։ Պատկերացրեք, որ ընդունենք ուզում եք ձեռնարկատիրությամբ զբաղվեք, խոհարարական գործ եք ուզում սկսեք ու նաև գրտնակ եք ձեռք բերում, որ խմորը բացեք։ Հետո հաշվարկում եք, տեսնում եք, որ չէ, սա ձեր խելքի գործը չի, դրանից հետո բայց տեսնում եք, որ այն գրտնակը, որ այս էլեկտրոնային դեղատոմսերի դեղը պետքա, էլեկտրոնային համակարգը դեղերի դուրս գրման պետքա ապահովեր, դա ուրեմն չի կատարվելու, բայց դրանով տուգանելու գործիքը շատ լավն է։ Այդ գրտնակը վերցնում ես, արդեն ոչ թե սկսում ես քո խոհարարական գործը կազմակերպել, այլ ասում ես ավելի լավ է դուրս գամ փողոց ու մարդկանց գլխին տամ փողերը կորզեմ։ Հիմա կառավարության պահվածքը նման է դրան։ Վագաֆարմն ու 12 այլ ընկերություններ գրությամբ դիմել են վարչապետ Փաշինյանին խնդրելով լուծել բժիշկների կողմից դեղատոմսերի դուրս գրման խնդիրը ու մինչ այդ դադարեցնել վարչարարությունը։ Սա նույն հարցով վարչապետին ուղղված առաջին նամակը չէ։ Ամիսներ առաջ էլ թեմայի շուրջ խորհրդարանական քննարկում էր կազմակերպվել։ Տվյալ դեպքում այսքան բացատրություններից, այսքան ասելուց հետո նրանք հետ չեն կանգնում եւ տուգանքները մենք գիտենք, որ շարունակվում են։ Մոտ 1 միլիոն, 2 միլիոն տուգանքներ են անհատ դեղատների վրա գրվում է։ Կառավարությունն ընդունում է, խնդիրներ կան։ Այս մասին շաբաթներ առաջ անձամբ վարչապետ Փաշինյանը հայտարարեց։ Վերջին շրջանում արդեն դասական դարձած իր արտահայտությունն օգտագործելով բարեփոխումը հանդիպում է իր խնդրին։ Ես հանձնարարել եմ, որ առողջապահության նախարարությունը պետք է արձանագրի, որ բժիշկներն են, որ այդպես են վարվում, իրանց հետ էլ խնդրենք, նորից խոսենք, նորից համոզենք, նորից խնդրենք, 5 անգամ խնդրենք, 10, 20, 30, 40, 50, 100, 500, բայց 501-րդ անգամ արդեն պետքա միջոց ձեռնարկվի։ Հակառակ դեպքում երբեք որևէ իրավակարգ չենք ունենա, որովհետև միշտ բոլոր իրավակարգերը եւ կարգավորումները չեղարկելու տասնյակ պատճառներ կան։ Դեղատների դժգոհ ներկայացուցիչներն ընդգծում են, բժիշկների հետ այսպիսի զրույցներ կամ չեն լինում, կամ էլ դրանք արդյունք չեն տալիս։ Նրանց պատճառով ուրեմն տուգանել մեկ այլ սուբյեկտի դա անհեթեթություն է։ Աստորում իրանք էլ են ընդունում, որ չի գրվում։ Եթե չի գրվում, ո՞նց է տուգանում։ Վարչապետին ուղղված նամակում խնդրում են նաև հետ կանչել Արդարադատության նախարարության մշակած աղմկահարույց նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վարչական դատավարության օրենսգրքի դրույթը։ Դրա համաձայն, երբ տուգանված քաղաքացին դատարան է դիմում եւ գործը վարույթ է ընդունվում, ակտի կատարումը կասեցվում է։ Տուգանքը չի վճարվում, քանի դեռ վճիռ չկա։ Գործարարները, իրավաբանները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ահազանգում են, սա խախտի ամեղության կանխավարկածը կարող է հանգեցնել բիզնեսների սնանկացման։ Դեղատների ներկայացուցիչները պնդում են, իրենց ոլորտում ստեղծված իրավիճակն այս նախաձեռնությունն ավելի սարսափելի է դարձնում։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը մինչդեռ հայտարարում է, պնդումները, թե ուզում են ստիպել քաղաքացիներին կամ բիզնեսներին վճարել եւ հետո դատարան դիմել, իրականությանը չեն համապատասխանում։ Նախագծի նպատակն ըստ նրա քաղաքացիներին անբարեխիղճ մարդկանցից պաշտպանելն է։ Տուգանքի հետ չկապված մյուս բոլոր վարչական ակտերի պարագայում նախագիծը նախատեսում է հնարավորություն, որպեսզի վարչական ակտի բողոքարկման պարագայում վարչական ակտի գործողությունը ավտոմատ կերպով չկասեցվի։ Այդ վարչական ակտերը կարող են վերաբերել տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող անձանց։ Օրինակ, կարող են վերաբերել առերևույթ անբարեխիղճ ֆինանսական կազմակերպության գործունեության կասեցմանը, առերևույթ անբարեխիղճ սննդի օբյեկտի գործունեության կասեցմանը, առերևույթ անբարեխիղճ շինարարական կազմակերպության գործունեության կասեցմանը եւ այլն։ Արդարադատության նախարարությունն աղմկահարույց նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկում է կազմակերպում։ Հետաքրքրվողները կարող են գրանցվել եւ մասնակցել։